Բարև ձեզ, այսօր իմ զրուցակիցը քաղաքագետ Հակոբ Կարապետյանն է, որի հետ խոսելու ենք վերջին շրջանում շատ շահարկվող մի թեմայից՝ եկեղեցի քաղաքականություն։ Բարև ձեզ, Հակոբ։ Բարև ձեզ։ Հակոբ, հաճախ քաղաքականություն բառն օգտագործվում է տարբեր ոլորտներում ռազմավարություն բառի նշանակությամբ, օրինակ տնտեսական քաղաքականություն, մշակութային քաղաքականություն։ Խնդրում եմ, որ այսօր խոսենք քաղաքականության մասին որպես հասարակության կառավարման եւ կազմակերպման գործընթաց։ Այս իմաստով, ինչ է քաղաքականությունը։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Տեսեք, քաղաքականությունը բազմիմաստ բառ է եւ շատ ոլորտներ է ընդգրկում։ Ձեր ասած իմաստով որպես կառավարում դա կարող ենք ներկայացնել որպես գործընթաց կամ կառավարման արվեստ, հնարավորինի արվեստ, այսինքն մարդկանց հետ շփումներ, մեթոդներ, միջոցների ամբողջություն կամ որևէ ուղղություն։ Տնտեսական քաղաքականությունը կամ մշակութային քաղաքականությունը դա ուղղակի քաղաքականության ոլորտային դրսևորում է։ Քաղաքականություն ունի նաև լայն իմաստ, նեղ իմաստ, քաղաքականությունը կարող ենք բաժանել նաև ներքին եւ արտաքին քաղաքականություն, տարանջատումով եւ այլն։ Հակոբ, խնդրում եմ ասես, թե ըստ սահմանադրությամբ ովքեր կարող են զբաղվել քաղաքականությամբ։ Սահմանադրության հենց առաջին հոդվածը սահմանում է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է։ Եվ եթե ասում ենք, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, հետեւաբար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները շատ փոքրիկ սահմանափակումներով իրավունք ունեն եւ կարող են զբաղվել քաղաքականությամբ։ Արդյոք կա փոքր խմբին պատկանում են հոգեվորականները, այսինքն կա արգելք, որով հոգեվորականը չի կարող զբաղվել քաղաքականությամբ, մի թեմա, որ այսօր շատ է շահարկվում։ Ոչ, սահմանափակումները չի տարածվում հոգեվորականների վրա, դա տարածվում է դատված մարդկանց, դատվածություն ունեցող այդ պահին պատիժը կրող կամ հոգեկան ինչ-որ խնդիրներ ունեցող մարդկանց վրա։ Բոլոր մնացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համահավասար են օրենքի առաջ, նրանց իրավունքները պաշտպանված են սահմանադրության տարբեր հոդվածներով եւ նաեւ այլ օրենքներով։ Այսինքն հոգեվորականը կարող է զբաղվել քաղաքականությամբ։ Եթե ուզի իր նախաձեռնությամբ, այո, կարող է։ Այդ դեպքում, Հակոբ, ինչու է այսօր եկեղեցի քաղաքականություն թեման այդքան սուր դիտվում եւ առհասարակ հոգեվորականը ինչպես կարող է քաղաքականությամբ զբաղվել, հաշվի առնելով, որ հոգեվորականը ազգային ժողովում չէ, կառավարությունում չէ, կուսակցական չէ։ Հոգեվորական այս վերջին շրջանի խոսակցությունները եւ քայլերը հոգեվորականության իրավունքները քաղաքականությամբ զբաղվելու սահմանափակելը դրանք արհեստածին քայլեր են, որոնք իրականում եթե խորությամբ ենք վերլուծելու լինենք, դրանք միտված են նրան, որպեսզի սահմանափակեն որոշ մարդկանց, որոշակի խմբի սահմանադրական իրավունքները։ Եթե մենք ուշադիր, այսինքն Հայաստանի Հանրապետության օրենքներն ու սահմանադրությունը վերցնենք մեզ համար որպես իրավական հիմք եւ ըստ դրա ներկայացնենք խնդիրը, ոչ մեկ իրավունք չունի սահմանափակելու հոգեվորականների քաղաքական գործունեությունը կամ ակտիվությունը։ Ավելին ասեմ, հոգեվորականության այդ արգելքները, որ հոգեվորական իրավունք չունի կամ իրավունք ունի այս քննարկումները, շատ հաճախ կարող ենք տեսնել, որ միտված են միայն հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեվորականների նկատմամբ։ Իրականում Հայաստանում վխտացող աղանդավորական կազմակերպությունների պարագլուխները, ղեկավարները շատ արձակ եւ համարձակ զբաղվում են քաղաքականությամբ եւ ուղիղ եւ միջնորդավորված ձևով։ Բայց երբ խոսքը վերաբերում է հայ առաքելական եկեղեցու հոգեվորականին, որը կարող է ունենալ որոշակի մտահոգություններ, ունենալ աշխարհայացք, համոզմունք Հայաստանի Հանրապետության ապագայի կառավարման համակարգի նկատմամբ եւ այլն, փորձում են իրենց անդադ քաղաքականությունից դուրս հանել եւ որոշակի ճնշումների են ենթարկում։ Հակոբ, ասացիք, որ հոգեվորականը կարող է մասնակցել քաղաքականությանը ուղղակի եւ անուղղակի ձևով։ Խնդրում եմ մի քիչ կմանրամասնեք, ինչպես։ Ինչպես օրինակ հոգեվորականը կարող է ստեղծել կուսակցություն անձամբ եւ ղեկավարել այդ կուսակցությունը, որովհետեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները դրա հնարավորությունը տալիս են։ Այսինքն լինել անմիջական քաղաքականության մասնակից։ Եվ կարող է դա լինել միջնորդավորված։ Եթե օրինակ հոգեվորականը չի ուզում ստեղծել կուսակցություն եւ ղեկավարել դա, օրինակ կարող է ինքը անդամակցել այնպիսի կուսակցության, որի գաղափարախոսությունը ծրագիրը ինքն ընդունում է, իրեն հոգեհարազատ է եւ միջնորդավորված ձևով մասնակցել քաղաքական գործընթացներին, օրինակ
հանդես գալ հայտարարություններով, մարդկանց առջև ինչ-որ ելույթներ ունենալ, ինչ-որ քաղաքական հարցերի շուրջ տալ իր սեփական մեկնաբանությունը, ակտիվ մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին, ընտրություններին կամ հանրային հասարակության մտահոգող խնդիրների շուրջ արտահայտել իր կարծիքը։ Այսինքն այս առումով որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հոգևորականների ոչ մի իրավունք չի սահմանափակվում եւ չի կարող սահմանափակվել, որովհետեւ այդ դեպքում հարց է առաջանում, ինչու օրինակ լրագրողը կարող է զբաղվել քաղաքականությամբ, մարզիկը, սպորտսմենը կարող է մասնակցել կամ դերասանը կարող է մասնակցել, իսկ հոգևորականը ոչ։ Այսինքն օրենքի տեսակետից այս խտրությունը սահմանափակումները չեն կարող լինել, այլապես մենք չենք համարվի ժողովրդաիշխանական երկիր։ Այլ հարց է, եթե մենք խոսենք, օրինակ հոգևորականը եկեղեցում կարող է խոսել քաղաքականության մասին, խորանից օրինակ քարոզ անել։ Իմ կարծիքով հոգևորականը եւ ոչ մի հայ առաքելական եկեղեցու ոչ մի հոգևորական այդպես շատ խորացված քաղաքական հարցերին չի անդրադառնա կամ չի անդրադառնում քաղաքական հարցերին, այլ բան է, որ հասարակությանը մտահոգող ինչ-որ խնդիրների մասին խոսելիս ինչ-որ ակնարկներ կամ ինչ-որ մի բան կարող է լինել։ Նաև կարող է այստեղ արտահայտվել հոգևորականի անձնական դիտարկումը կամ քննարկումը եւ այլն։ Բայց հոգևորականը եկեղեցից դուրս իր ծառայության ժամերից դուրս եւ այլն լիարժեք իրավունք ունի մասնակցելու ակտիվորեն կամ միջնորդավորված քաղաքական գործընթացներին։ Այն, որ հիմա որոշ հոգևորականներ կարող են խորանից ինչ-որ մեր մեկնաբանությամբ քաղաքական հարցերի անդրադառնալ, դա էլ բնական է, որովհետև մենք ապրում ենք շատ բարդ ժամանակաշրջանում, հանրությանը մտահոգող հարցերը շատ են, նաև հոգևորականներին մտահոգող հարցերը շատ են, եւ բնականաբար հոգևորականը լինելով ժողովրդի մի մասը չի կարող 100%-ով այդ խնդիրներից զերծ մնալ, կտրվել այդ ամեն ինչից եւ չարձագանքել օրինակ իր համայնքին կամ իր հոտին հետաքրող հարցերին։ Ես սա նույնպես համարում եմ սխալ, այստեղ հարցը այն է, որ հոգևորականը իմ կարծիքով կգտնի այդ ոսկե միջինը, որ հոգևոր կյանքը, հոգևոր վիճակը մարդկանց շատ չխառնեն քաղաքականության հետ եկեղեցու ներսում։ Բայց ես մի բան ասեմ, եկեղեցին միշտ էլ քաղաքականության մեջ եղել է։ Եկեղեցու դերը կշիռ այնպիսին է, որ եկեղեցին չի կարող ուղղակի պարզապես քաղաքականությունից դուրս մնալ։ Եվ նախաքրիստոնեական շրջանում, եւ քրիստոնեական շրջանում, եւ աշխարհի ցանկացած կրոնական կազմակերպություն, դա լինի պաշտոնական թե ոչ պաշտոնական, բոլոր ժամանակներում եղել են եւ մասնակցել են քաղաքականությամբ։ Քաղաքականությամբ միգուցե չի զբաղվել որևէ համայնքի կամ ծխի հոգևորական քահանա, բայց ավելի բարձր մակարդակներով, օրինակ կաթողիկոս, եպիսկոպոսներ քաղաքականության մեջ միշտ էլ իրենց դերն ու նշանակությունը ունեցել են եւ դա պետք է լինի, որովհետեւ եկեղեցին հասարակական կառույցներից մեկն է, հզոր կառույց է, իր գաղափարական, կազմակերպչական եւ շատ այլ առումներով հզոր կառույց է եւ անիմաստ է ուղղակի խոսել, որ եկեղեցին քաղաքականության մեջ կա, թե չկա։ Իմ կարծիքով պետք է լինի։ Չի կարող չլինել։ Եկեղեցին չի կարող ժողովրդի երկրի ճակատագրի մասին անտարբեր լինել։ Ամբողջ խնդիրը սա է։ Հակոբ, եւ վերջում խնդրում եմ անդրադառնանք նաեւ այն թեմային, որ խոսում է թե քաղաքականությունն անբարոյականություն է։ Ինչպես եք վերաբերվում դուք այդ ձևակերպմանը։ Ես ճիշտն ասած շատ վատ եմ վերաբերվում այդ ձևակերպմանը, բացատրեմ ինչու։ Տեսեք, քաղաքականությունը ինքնին չի կարող լինել բարոյական կամ անբարոյական։ Քաղաքականությունն այդպիսին է դառնում նրա մասնակիցների պատճառով։ Եթե քաղաքականությամբ զբաղվողը բարոյական կերպար է, բարոյական արժեքներ ունի, սկզբունքային արժեքներ ունի եւ այլն, որոշակի արժեքներ ունեն, քաղաքականությունը միանշանակ բարոյական կլինի։ Իսկ եթե քաղաքականությամբ զբաղվում են անբարո մարդիկ, բնականաբար այդ դեպքում քաղաքականությունը լինելու է անբարո։ Քաղաքականությունը ինքնին չի կարող լինել բարոյական կամ անբարոյական։ Նույնը ասենք դանակը։ Դանակը որպես այդպիսի ինքը չեզոք երևույթ է։ Եթե դանակով բարի գործ կատարես, ինչ-որ լավ աշխատանք կատարես, դանակը կդառնա բարու գործակից, գործիք։ Իսկ եթե դրանով հանցագործություն է տեղի ունենում, մարդասպանություն, բնականաբար դա դառնում է չարիքի գործիք եւ այս դեպքում չեն կարող ասել, որ դանակը բարոյական է կամ անբարոյական է։ Եվ այսպիսի մի
հարցեր կա։ Այս ասացվածքը կամ այս ասույթը գաղափարը ընդհանրապես քաղաքականություն, անբարոյականություն դա ստեղծվել է մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Այսինքն թույլ չտալու, որպեսզի մարդը ակտիվորեն զբաղվի քաղաքականությամբ, որովհետև շատ դեպքերում իշխող էլիտային շահավետ չէ հնարավորինս շատ մարդիկ զբաղվեն քաղաքականությամբ։ Դիցուք տեսեք, մի մարդ մտահոգություն ունի իր երկրի ճակատագրի վերաբերյալ, մտածում է, որ կառավարումը լավ չի իրականանում եւ ավելի լավ տարբերակներ կան երկրի կառավարումն իրականացնելու համար, եւ նա ուզում է զբաղվել քաղաքականությամբ, բայց այս պահին իր գլխին այսպես ընկնում է անբարոյականության այս խարանը, որ եթե ինքը զբաղվի քաղաքականությամբ, ուրեմն ինքը զբաղվում է անբարոյականությամբ։ Եվ շատ դեպքերում Հայաստանում մարդկանց մեծ մասի վրա այս հոգեբանական ազդեցությունը շատ ուժեղ է, մինչև հիմա էլ, որ եթե մարդը ուզում է զբաղվել քաղաքականությամբ, ինքը հանդիպում է անբարոյական դառնալու պիտակի հետ եւ հեռու է մնում քաղաքականությունից եւ իրեն համարում է ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ հետաքրում եւ այլն։ Անկամ եթե նա, այսպես ասենք, ներքին կարգով հետաքրվում է քաղաքականությամբ եւ այլն։ Եվ սա կարծում եմ մեր ժողովրդի անտեղյակության, քաղաքականությանը վատ վերաբերելու հետևանք է։ Ես մի ուրիշ բան ասեմ, ինչու ենք մենք ասում քաղաքականությունն անբարոյականություն եւ փորձում ենք դրանից հեռու մնալ, ըստ էության դառնալով անտարբեր երկրի ճակատագրի նկատմամբ, բայց օրինակ մեծ հաճույքով մենք զբաղվում ենք բիզնեսով, ուզում ենք որ մեր երեխաները կամ մենք ինքներս բիզնեսով զբաղվենք, գործարարությամբ զբաղվենք եւ ֆինանսներ վաստակենք, չէ՞ որ բիզնեսն էլ իր մեջ վատ հատկանիշներ կարող է նաև պարունակել։ Օրինակ, ասենք ամենապարզ օրինակը բերեմ կշեռքի մեջ խաբելը, ապրանքի որակի մասին սխալ տեղեկություններ տալը, փոխել այդ տեղեկատվությունը որակի վերաբերյալ քանակի մեջ խաբելը, ել չեմ ասում, որ տեղի են ունենում տնտեսական ուղի վրա սպանություններ, վրիժառություն, վենդետա եւ այլն եւ այլն։ Այսինքն, եթե մենք այդպես դիտարկենք, ուրեմն բիզնեսն էլ պիտի հայտարարենք անբարոյականություն, որովհետև այնտեղ խաբեություն կա եւ այլն, արդեն ասացի, եւ չզբաղվենք դրանով։ Ես կրկնում եմ, որ միակ տարբերակը սրա այն է, որ մարդկանց վրա գործադրվում է հոգեբանական ճնշում, որովհետև եթե ուզում ենք, որ մարդը չզբաղվի քաղաքականությամբ, մի քանի տարբերակ կա։ Օրինակ, կամ պետք է ֆիզիկապես ոչնչացնել նրան, կամ բանտարկել։ Այս երկու դեպքերն էլ մեկ արյունի հետ է կապված, մյուսը շատ քաղաքական բանտարկյալ եւ այլն շատ ուրիշ հարցերի հետ է կապված, ամենահեշտ տարբերակը, որը չի պահանջում արյուն, չի պահանջում դատական գործընթաց եւ այլն, նա է, որ ասել մի բան, որը մարդկանց կստիպի հեռու մնալ քաղաքականությունից։ Տվյալ դեպքում հենց դա ձեր ասածն է, որ քաղաքականությունը անբարոյականություն է եւ այլն եւ այլն։ Քաղաքականությունը չի կարող, կրկնում եմ, լինել բարոյական կամ անբարոյական։ Շնորհակալություն, մենք զրուցում էինք քաղաքագետ Հակոբ Կարապետյանի հետ։ Շնորհակալություն ձեզ։